ընդհանուր առմամբ չզատելով այն գյումրեցիներին, որոնք իրենց ձայնը տվեցին քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը եւ բոլորիս է հայտնի, որ ամենամեծ թվով ձայները ստացել է իշխող ուժը, բայց մենք չենք կարող այստեղ տարանջատում դնել։ Իհարկե չի բացառվում, որ ընթացիկ մենք խոչընդոտներ կունենանք որոշումների կայացման հարցում, երբ օրինակ շատ կարճ պարզ օրինակով, տեսեք, մեր նախընտրական ծրագրում արտացոլվում էր մի կետ, որով պետական մանկապարտեզները Երևանի օրինակով պիտի դառնան անվճար, եւ ես չեմ պատկերացնում, երբ մենք այդ առաջարկը ներկայացնենք համայնքի ավագանուն, դա բացասական կարծիքի արժանանա եւ իհարկե միանձնյա կառավարման դեպքում շատ ավելի սահուն է լինում մեկնարկը, բոլոր ռեֆորմները շատ ավելի արագ են ընթանում առաջ, փորձը ցույց տվեց նաեւ մեր նախորդ կառավարման մոդելը, որտեղ մենք Բալասանյան դաշինքի հետ կոալիցիոն մեխանիզմով կառավարում էինք քաղաքը, իհարկե խոչընդոտներ չի բացառվում, որ կլինեն, բայց էլի եմ ուզում վերահաստատել, որ այն ձայները, որոնք ստացել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը տեր է կանգնելու, մասնակցելու է նիստերին, ես վստահ եմ, բոլոր նիստերին իրացնելու է այն մանդատը ամբողջապես, որը ստացել է Գյումրեցուց։